Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարները կհանդիպեն ապրիլի 1-ին, վաղը Նիկոլ Փաշինյանը մեկնում է Դաշնություն, այս մասին հայտնել է մեր կառավարությունը։ Ըստ պաշտոնական աղբյուրի Նիկոլ Փաշինյանի այցը աշխատանքային է, նախատեսված են բանակցություններ Վլադիմիր Պուտինի հետ։ Ասում են հայերը դժվար են միավորվում, փորձենք այսօր ապացուցել հակառակը։ Նոր դարաշրջան ու միավորված հայեր կուսակցությունները գալիք ընտրություններին կմասնակցեն ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքով։ Քաղաքական այս ուժերը նորաստեղծ են։ Նրանց ղեկավարները Սամվել Կարապետյանի հետ միավորվելու որոշումը հիմնավորում են երկրում արմատական փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությամբ։ Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի խոսքով դաշինքի ստեղծման հիմք է հանդիսացել ժողովրդի զգալի մասի պահանջը։ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժեղ Հայաստան դաշինք ունի հստակ նպատակ համախմբել երկիրը հստակ այլընտրանքի շուրջ։ Նրանք միացել են ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքին, որովհետև հավատում են եւ վստահ են, որ միայն Սամվել Կարապետյանը կարող է հաղթել Նիկոլ Փաշինյանին եւ իրականացնել այն բոլոր փոփոխությունները, որոնք ժողովուրդը ցանկանում է եւ որոնց արժանի է։ Նրանք հասկանում են, որ առանձին կարող են շատ բան անել, բայց միասին կարող ենք անել ամեն ինչ անհրաժեշտ է Հայաստանը ուժեղ դարձնելու համար։ Դաշինքի միավորված հայեր կուսակցության նախագահ Նայիրի Սարգսյանը եւս շեշտել է, որ միավորվել են ժողովրդի հորդորով։ Երկար ժամանակ արդեն մեր բազմաթիվ հայրենակիցներից ստանում ենք հորդորներ, առաջարկներ ուժերի միավորման։ Ականջալուր են եղել այդ առաջարկին, ականջալուր են եղել այդ հորդորին, ուժերը համադրելու, միավորելու, որպեսզի ունենանք եւ ուժեղ, եւ արժանապատիվ, եւ անվտանգ, եւ բարեկեցիկ Հայաստան։ Քաղաքական ուժերը վստահեցնում են, որ միայն լայն համախմբման դեպքում է հնարավոր հասնել այն փոփոխություններին, որոնց սպասում է հասարակությունը։ Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպից հետո Սուրբ Աննա եկեղեցուց բերման ենթարկված երկու անչափահաս եղբայրներից մեկը Միքայել Մինասյանը գրավի դիմաց ազատ է արձակվել։ Դպրոցական տղային մեղադրանք են առաջադրել եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը։ Միքայելի եղբորը Դավիթին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել քննիչը։ Ինչու են ուզում ազատազրկել հենց Դավիթին։ Մեր գործընկերների հարցին ի պատասխան փաստաբանն ասել է, որ դեռ հայտնի չէ իրեն պատճառը։ Միքայելն ու Դավիթը զույգ եղբայրներ են, սովորում են նույն դասարանում, ամեն կիրակի մասնակցում են Սուրբ Պատարագի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորք Փոստին հայտնել է, որ Իրանի գերագույն առաջնորդը հավանաբար ողջ է, բայց գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Մենք հստակ չգիտենք, բայց նա շատ վատ վիճակում է, նշել է Սպիտակ տան ղեկավարը։ Այս հայտարարությանը զուգահեռ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հրապարակել է Իրանի տարածքում թիրախների ռմբակոծման նոր կադրեր։ Հզոր պայթյուններ են որոտացել Թեհրանում, Սպահանում եւ Շիրազում։ Որպես պատասխան գործողություն Իրանը հրթիռային հարձակում է իրականացրել իսրայելական Պետա-Տիկվա քաղաքի ուղղությամբ։ Դոնալդ Թրամփի սպանությունը Իրանը երկու անգամ փորձել է կազմակերպել, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Թեհրանը պատասխանատու է Աֆղանստանում հազարավոր մարդկանց մահվան համար, պնդել է նա։ Իրանը մեղադրվում է նաև ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչություններ թիրախավորելու համար։ Լիբանանի հարավում Հեզբոլահի մարտիկների հետ բախման հետևանքով առնվազն 4 իսրայելցի զինվոր է զոհվել, ևս 2-ը վիրավորվել է։ Իսրայելի տարածքի հրթիռակոծության ընթացքում Բենի Բրագ քաղաքում տեսախցիկը ֆիքսել է իրանական հրթիռի ուղիղ հարվածի պահը։ Թել Ավիվի կենտրոնում օտարերկրյա դեսպանատների հարևանությամբ ընկել են հրթիռների բեկորներ։ Իրավիճակի սրմանը զուգահեռ Իրանի արտգործնախարարությունը հերքել է ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններ վարելու մասին տեղեկությունները։ Գերատեսչությունը հայտարարել է, որ Թեհրանը միայն ստացել է բանակցություններ սկսելու առաջարկներ միջնորդների, այդ թվում Պակիստանի միջոցով։ Իրանի խորհրդանն արդեն հաստատել է օրինագիծ, որով վճար է սահմանել Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար։ Բոլոր նավերը պետք է նավարկեն Հորմուզի նեղուցով բացառապես Իրանի իշխանությունների թույլտվությամբ, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
time we've ever had. Ավելի վաղ Wall Street-ի պատմամբ նախագահ Թրամփն օգտականներին հայտնել էր Իրանի դեմ ռազմական արշավը դադարեցնելու պատրաստակամության մասին, նույնիսկ եթե Հորմուզի նեղուցը մեծ մասամբ փակ մնա։ I want to open first of all just by Եվրոպական երկրները բավարար չափով չեն աջակցում ԱՄՆ-ին Իրանի դեմ պայքարում։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսպես է հայտնել իր դժգոհությունը ՆԱՏՕ-ի դաշնակիցների պասիվության ֆոնին։ Ռուբիոն նույնիսկ նախազգուշացրել է, որ եթե Վաշինգտոնը որոշի դուրս բերել զորքերը Եվրոպայից, դա կնշանակի ՆԱՏՕ-ի վերջը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հիասթափեցնող է համարել Իսպանիայի իր օդային տարածքը փակելու որոշումը։ Ռուբիոյի խոսքով Իսպանիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, որին պաշտպանել է իրենց պարտականություններից է, սակայն այս ամենը հաշվի առնելով փակում է իր օդային տարածքը։ ԱՄՆ պետքարտուղարին ավելի շատ կաշկանդել է Իսպանիայի նախագահի այդ լուրը հպարտությամբ հայտարարելը։ Նախորդին Իսպանիան հայտարարել էր իր երկրի օդային տարածքը փակելու եւ Իրանի դեմ պատերազմող ինքնաթիռների մուտքը արգելելու մասին։ Խաղաղության եւ բարության ձգտող Իսրայելի խորհրդարանն ընդունել է օրենք, որով ահաբեկչական հարձակումների համար մեղադրվող պաղեստինցիները կկրեն ոչ թե ցմահ ազատազրկման պատիժ, այլ կենթարկվեն մահապատժի։ Նրանց կախաղան կբարձրացնեն 90 օրվա ընթացքում առանց ներհում շնորհելու իրավունքի։ Եվրոպայի մի շարք երկրներ զգուշացրել են, որ այն կարող է խաթարել դեմոկրատական սկզբունքները։ Խորհրդարանի անդամներից մի քանիսը այցելել են տեսնելու, թե ինչպես են կազմակերպվել աշխատանքները։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն աջակցել է նախաձեռնությանը։ Իդեպ ամիսներ առաջ, երբ Իրանը հայտարարել էր ցույցերի ընթացքում ահաբեկչություն իրականացրածներին մահապատժի ենթարկելու մասին, հենց Իսրայելի վարչապետն էր Իրանի կառավարությանը որակել որպես բռնակալ։ Վաշինգտոնի կենտրոնում Աբրահամ Լինկոլնի հուշահամալիրի հարևանությամբ արվեստագետները տեղադրել են ոսկե զուգարանակոնքով ինքնատիպ մի գահ։ Ըստ Washington Post-ի, գահ թագավորի համար անվանումը ստացած գործն ուղղված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությանը։ Հեղինակներն այս սատիրիկ քանդակի միջոցով իրենց բողոքն ու վերաբերմունքն են արտահայտել նախագահի կերպարի եւ նրա քաղաքական հավակնությունների վերաբերյալ։